Ծննդոց, գլուխ 7. Եվ Տերն ասաց Նոյին. մտիր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։ Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես 7 հատ արու և էգ, իսկ այն անասուններից, որ անմաքուր են, 2 հատ արու և էգ։ Երկնքի թռչուններից էլ 7 հատ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա, որովհետև 7 օրից հետո երկրի վրա 40 օր և 40 գիշեր անձրև պիտի բերեմ, և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։ Նոյը 600 տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։ Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք, մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից զույգ, արու և էգ մտան Նոյի մոտ տապանի մեջ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ 7 օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։ Նոյի կյանքի 600-րդ տարում, 2-րդ ամսին, ամսի 17-րդ օրը, այդ նույն օրը մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին և երկնքի պատուհանները բացվեցին։ Անձրև տեղաց երկրի վրա 40 օր և 40 գիշեր։ Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները, Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների 3 կանայք նրանց հետ։ Նրանք և բոլոր կենդանիներն ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն ըստ իրենց տեսակի, ամեն տեսակ թևավոր թռչուն մտան տապան Նոյի մոտ, զույգ բոլոր էակներից, որոնց մեջ կյանքի շունչ կա։ Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին։ Ապա Տերը դուռը փակեց նրա ետևից։ 40 օր ջրհեղեղ եղավ երկրի վրա, ջրերը շատացան, տապանը վեր հանեցին և այն բարձրացավ երկրից։ Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա և տապանը լողաց ջրերի երեսին։ Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ Ջրերը 15 կանգուն վեր բարձրացան և սարերը ծածկվեցին։ Երկրի վրա շարժվող ամեն մարմին, թե թռչուն, թե անասուն, թե գազան և թե երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ Ջրերը երկրի վրա 150 օր բարձրացած մնացին։